Մենք Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի հումանիտար խմբի սովորողներս հայոց լեզու առարկայից իրականացնում ենք նախագծային աշխատանք «Արևմտահայերենը որպես մշակութային գանձ» խորագրով։ Նախագծի նպատակներ՝ խթանել ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել ստեղծագործական երևակայության զարգացմանը, զարգացնել սոցիալական հմտությունները, խթանել նախաձեռնողականությունը, նպաստել վերլուծելու հմտությունների զարգացումը, զարգացնել համագործակցային աշխատանքներ իրականացնելու հմտություն, զարգացնել մեդիագործիքների տեսակների կիրառության հմտություններ, բարձրացնելով մեդիագրագիտության մակարդակը, խթանել արևմտահայ գրականության ընթերցումը, նպաստել լեզվի հարստացման գործում գրական հայրենի երկու ճյուղերի դերակատարության արժևորմանը, բարձրացնել սովորողների հետաքրքրությունը արևմտահայերենի հանդեպ, ներկայացնել արևմտահայերենի դերը հայ գրականության մշակույթի պահպանման գործում, ընդգծել արևմտահայերենի պահպանման անհրաժեշտությունը նոր սերնդի համար։ Հանրակրթության պետական չափորոշիչով անհրաժեշտ էր ապահովել հետևյալ վերջնարդյունքները. ճանաչել և համեմատել գրական հայերենի երկու ճյուղերը, վերհանել արևմտահայերենի լեզվական հիմնական առանձնահատկությունները, նկարագրել արևմտահայերենի որոշ լեզվական իրողություններ, կատարել փոխադրումներ արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը, իմանալ արևմտահայերենի պատմական ու մշակութային նշանակությունը, պատրաստել արևմտահայ գրականության գոհարները խոհագրով փոքրիկ տեսանյութ, ստեղծել ուսումնական, լեզվական և մշակութային արժեք ունեցող արևմտահայերենի գրքույկ, կարողանալ տարբերել արևմտահայերեն բառերն ու արտահայտությունները, կարողանալ ինքնուրույն ընթերցել և հասկանալ արևմտահայերեն գրական գործեր, խորացնել ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գիտակցումը, ինչպես նաև հետաքրքրությունը արևմտահայ գրականության նկատմամբ։ Նախագծային աշխատանքի վերլուծության ոլորտներն էին. Առաջին՝ հայոց լեզու, ուսումնասիրել արևմտահայերենի պատմական ձևավորման գործընթացը, արևմտահայերենի և արևելահայերենի ուղղագրական, բառապաշարային և քերականական ընդհանրությունները և տարբերությունները, ուսումնասիրել և օգտվել բառարաններից։ Երկրորդ՝ գրականություն, ներկայացնել արևմտահայ մեծ գրողների ստեղծագործությունները արևմտահայերեն արտասանությամբ, ներկայացնել արևմտահայ գրողների դերը արևմտահայերենի զարգացման և այն մշակութային գանձ դարձնելու գործում։ Երրորդ՝ երաժշտություն, գտնել երգեր արևմտահայ բանաստեղծությունների հիման վրա գրված։ Աշխատանքներն իրականացրինք հետևյալ մեթոդաբանությամբ՝ լեզվական քերականական հետազոտություններ, ուսումնասիրել արևմտահայերեն և արևելահայերեն տարբերությունները, հավաքել և մշակել արևմտահայերեն բառեր ու արտահայտություններ համեմատելով արևելահայերեն տարբերակների հետ, ուսումնասիրել արևմտահայ մեծ գրողների կյանքն ու ստեղծագործությունը, գրավոր և բանավոր քննարկումներ, այցելություն Մատենադարան, հանդիպում արևմտահայերենի լեզվակիր դասախոսի հետ Երևանի պետական համալսարանում, կազմել և ձևավորել գրքույկ որպես նախագծի արդյունք։ Նոր գրավոր լեզուն դարերի ընթացքում անցել է բարդ և երկար ճանապարհ, ձևավորվել տարբեր պատմական ու մշակութային պայմաններում։ Սկզբնական փուլում գոյություն ուներ գրաբարը՝ մեր հին գրավոր լեզուն, որը դարձավ կրթության, գրականության և եկեղեցու լեզուն։ Գրաբարն իր բարձր լեզվական ձևերով դարեր շարունակ ծառայեց ամբողջությանը, սակայն ժամանակի ընթացքում այն հեռացավ ժողովրդի կենդանի խոսքից։ Այս հեռացումը հատկապես նկատելի է դառնում միջնադարի վերջում, երբ խոսակցական լեզուն զարգանում է իր ճանապարհով, դառնալով ավելի պարզ, ժողովրդական և կենդանի։ 12-ից 16-րդ դարերում ձևավորվեց միջին հայերենը կամ կիլիկյան հայերենը, որը կարելի է դիտել որպես անցումային փուլ գրաբարի և նոր հայերենի միջև, իսկ արդեն 17-րդ դարից սկսած հայ ժողովրդի քաղաքական ու աշխարհագրական բաժանման հետևանքով առաջացավ նոր փուլ՝ աշխարհաբարը։ Այս նոր լեզուն ձևավորվեց որպես ժողովրդի առօրյա խոսքի գրավոր արտահայտություն։ Աշխարհաբարի զարգացման տարբեր ուղղությունները հանգեցրին երկու ինքնուրույն գրական տարբերակների՝ արևելահայերենի և արևմտահայերենի։ Արևմտահայ գրական լեզվի ձևավորումը սկսվեց մի փոքր շուտ, քան արևելահայերենը։ 18-րդ դարում գրաբարը դեռ համարվում էր գլխավոր գրավոր լեզուն, բայց նրա կողքին արդեն ծավալվել էին աշխարհաբարով գրված գրքեր։ Այդ գրքերում նկատվում էր խոսակցական հայերենի ազդեցությունը, և դրանք ավելի հասկանալի էին ժողովրդի լայն խավերին։ 19-րդ դարը դարձավ արևմտահայ գրական լեզվի կայացման շրջանը։ Այս ժամանակաշրջանում արևմտահայերենը ոչ միայն մտավ ժողովրդի առօրյա խոսքի և գրականության մեջ, այլև սկսեց կիրառվել մամուլում,
դպրոցներում եւ պաշտոնական գրականության մեջ։ 19-րդ դարի երկրորդ կեսին, հատկապես 1850-ից 60-ական թվականներին, արևմտահայ մշակութային կյանքում սկսվեց զարթոնքի դարաշրջանը։ Այս շրջանում ձևավորվեցին ազգային մամուլը, դպրոցները, թատրոնը եւ գրականությունը։ Արևմտահայ գրական լեզուն աստիճանաբար ստացավ իր մշտական դասական ձևը, դառնալով գրական ստեղծագործության գլխավոր միջոցը։ Դարավերջին այն արդեն ամբողջությամբ հաստատված էր եւ օգտագործվում էր հայության բոլոր արևմտյան գաղթօջախներում՝ Պոլսից մինչև Զմյուռնիա։ Արևմտահայ գրական լեզվի հզորացումը հնարավոր դարձավ նաև շնորհիվ մեծ գրողների եւ մտավորականների ստեղծագործական գործունեության։ Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Սիամ Անթոն, Ռուբեն Սևակը, Գրիգոր Զոհրաբը, Երվանդ Օտյանը, Դանիել Վարուժանը, Վահան Թեքերյանը եւ ուրիշներ իրենց գրականությամբ ոչ միայն հարստացրին լեզուն, այլև ձևավորեցին նրա գրական նրբերանգները, դարձնելով արևմտահայերենը բարձր մշակույթի եւ գեղարվեստական խոսքի լեզու։ Լեզուն, լինելով կենդանի երևույթ, ենթարկվեց նաև արտաքին ազդեցությունների։ Արևմտահայերենի վրա զգալի ազդեցություն ունեցան թուրքերենը եւ ֆրանսերենը, քանի որ արևմտահայերը հիմնականում ապրում էին Օսմանյան կայսրությունում եւ հետագայում եվրոպական երկրներում, իսկ արևելահայերենի վրա մեծ ազդեցություն թողեց ռուսերենը, Կովկասում ռուսական տիրապետության հաստատումից հետո։ Այս ազդեցությունները տեսանելի են ոչ միայն բառապաշարում, այլև հնչյունական եւ քերականական կառուցվածքներում։ Լեզվական տեսակետից արևմտահայերենը ավելի մոտ է միջին հայերենին, իսկ արևելահայերենը գրաբարին։ Բացի այդ երկու լեզուների հիմքում ընկած են տարբեր բարբառներ։ Արևելահայերենը կազմավորվել է արարատյան բարբառի, այսինքն Երևանի շրջանի խոսակցական հիմքի վրա, իսկ արևմտահայերենը պոլսի բարբառի վրա։ Պոլսի բարբառը ընտրվեց ոչ պատահականորեն։ Պոլիսը 17-ից 19-րդ դարերում դարձել էր հայության մշակութային եւ հասարակական կենտրոնը, որտեղ ձևավորվեց ընդհանուր խոսակցական լեզու։ Այսպիսով արևմտահայ եւ արևելահայ գրական լեզուների ձևավորումը եղել է երկարատև ու բազմաշերտ գործընթաց, որն արտացոլվում է հայ ժողովրդի պատմության, քաղաքականության եւ մշակույթի բաժանումները։ Թեև այսօր դրանք տարբեր ուղղություններ են, տարբեր արտասանությամբ, քերականությամբ եւ բառապաշարով, սակայն երկուսն էլ բխում են նույն արմատից՝ հայ ժողովրդի միասնական լեզվամշակութային ժառանգությունից։ Այս երկու ձևերն էլ իրար լրացնող ճյուղեր են, մեկ հին, հարուստ եւ շարունակվող լեզվական ծառի վրա, հայերեն լեզվի վրա։ Արևմտահայերենն այսօր հայ սփյուռքի գլխավոր հաղորդակցման լեզուն է, բացառությամբ Իրանի հայության, որը հիմնականում խոսում է արևելահայերենով։ Այն ապրում եւ զարգանում է սփյուռքահայ մտավորականության, մշակութային ու բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայաստանյան գիտական շրջանակների ջանքերով։ Արևմտահայերենը դպրոցների, մամուլի եւ գրականության լեզուն է։ Նրանով է ստեղծվել հսկայական մշակութային ժառանգություն Դուրյանի, Բարոնյանի, Մեծարենցի, Վարուժանի, Շահնուրի եւ այլ դասականների ստեղծագործություններով։ Այս հարուստ գրականությունը վկայում է արևմտահայերենի խորությունը, գեղեցկությունը եւ մշակվածությունը։ Արևմտահայերենը մշակութային գանձ է, քանի որ այն ոչ միայն հայ դասական գրականության անբաժանելի մասն է, այլև կենդանի վկայություն է հայոց պատմության մի ամբողջ դարաշրջանի եւ գործիք սփյուռքահայ ինքնությունը պահպանելու համար։ Նրա կորուստը կնշանակի հայոց ազգային ժառանգության մի էական հատվածի անդարձ կորուստ։ Այժմ մեր հայացքն ուղենք մեր անցյալի այն լուսավոր էջերին, որոնք գրվեցին արևմտյան Հայաստանի հողի վրա, արևմտահայերենի անզուգական քերթողների կողմից, մի լեզու, որ կրում է մի ամբողջ ազգի ցավը, ոգին ու անմահությունը։ Արևմտահայ գրականությունը եղավ մեր ազգային վերածննդի ամենակարևոր ճյուղերից մեկը, Պոլսից մինչև Կիլիկիա, ուր ծնունդ առան մեր հանճարների գործերը։ Նրանք մեր մշակութային տաճարի հիմնաքարերն են, ճակատագրական ժամերի լուսավոր ջահերը։ Նրանց մեջ հիշատակվում է Պետրոս Դուրյանի անունը, որի կարճ, սակայն աստղալից կյանքը դարձավ մի պատմություն, որն արտահայտում էր մահվան մենամաղձն ու կյանքի սերը։ Լճակ։ Ինչու ապշած են լճակ։ Ու չէ խայտար քայլակ։ Միթե հայլվուտ մեջ անցկավ, գեղուհի մնայեցավ։ Եվ կամ միթե կզմայլին, այլակթ երկնի կապույտին։ Եվ այն ամբոց լուսապթիտ, որք նման իմ փրփուրքիտ։ Մելամաղձոտ լճակ դիմ, քեզ է տլանք մտերիմ։ Սիրեմ քեզի պես ես ալ, գրավիլ, լռել ու խոկալ, որքան ունիս դու ալի,
ճակատս այնքան խոկ ունի, որքան ունիս դու փրփուր, սիրտս այնքան խոց ունի բյուր, այլ եթե կոկ տալ թափին, բուլքն աստղերած երկնքին, նմանիլ չես կրնար դուն, հոգվույսը որ է, ոց անհուն, հոդ աստղերը չեն մեռնիր, ծաղիկներն հոդ չեն թորմիր, ամպերը չեն թրջեր հոդ, երբ խաղաղ եք դու և օդ, լճակ դու ես թագուհիս, զիտ հովեմ ալ խորշոմիս, դարձյալ խորքիտ մեջ խորով, զիս կպահես դողդողալով, շատերը զիս մերժեցին, քնար մունի սոս սկսին, մին դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ասավ կմեռնի, ոչ ոք ասավ, հեկ տղա, արդյոք ինչու կմխա, թերև սալլակ գեղանի, թե որ սիրեմ չմեռնի, ոչ ոք ասավ, սատաղին, պատրենք սիրտը տրտմագին, նա ինքին չեր գրված կան, հոն հրդեհ կա, ոչ մատյան, հոն կա մոխիր, հիշատակ, այլակ թուզին թող լճակ, զիգու խորքին մեջ անցկավ, հուսահատ մնայեցավ։ Սուրյանը երգեց մահամերձ հոգին, ապա Միսակ Մեծարենցը հիացմունքով ու զարմանքով երգեց կյանքի, բնության ու գեղեցկության զարթոնքը, անձնական և անանձնական սերը, իր իսկ խոսքերով անանուն է նրա արվեստը, արևահամբույր և կարճատև։ Թույլ շրշյունը, հետո բույրը մշկենի, և համրագին գիրքը ձերքես կիինավար, երազներու պերջուհին է, որ կանցնի ու կփոթի ծովակն հոգվույս մեղմավար, ու կփոթի ծովակն հոգվույս մեղմավար, և ալիք մթևը բացած կվազե գրկել ափունքն իղձիս ոսկե ավազե, ով քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ, ով պերջությունը գնացքին իր հպարտ, ճամփուն վրա իր քայլերուն հետ քվարդ, ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ սիրտս, բոցմը, մթնշաղին մեջ անհետ։ Կարմիր ծաղիկ մաքարունի, արտում ինձի նվիրեցի, կարմիր ծաղիկ մաքարունի, արտում ինձի նվիրեցի, Manza
չանցա կարմիր ծաղիկ մակարունի արտոմենցի նվիրեցի Դանիել Վարուժանը երգեց հայ մշակի հզորությունը, հողի պաշտպանմունքն ու ֆիզիկական գեղեցկությունը որպես կյանքի բեկրանքի վերջին օրհներգ։ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողալա։ Ոչ արյուններ, քրտինք հոսին լայն երակին մեջակոսին։ Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրհներգություն թողալա։ Արևմտյան կողմն աշխարհի բերիություն թողալա։ Ամեն աստղե ցող կայլակի ու ամեն հասկ ձուլ է ոսկի եւ ոչխարներ են երբ սարին վրա արածանին ծիլ ու ծաղիկ թողալա հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողալա ոսկի ծովուն մեջ ծորյանին հավետ լողաթող կերանդին ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի բերկրություն թողալա հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողալա ծաղկի մեղրը փեթակներուն, հորդի գինին բաժակներուն, ու երբ թխեն հարսերը հացը բարի, սիրերգություն թողալա։ Ես հայ լեզու, կսիրեմ մրքաստանի մնման, մեր անցյալին թանձրախից ստուերներու մեջ կարծես, մեր մեկ պտուղ կու բոլոր բարերըտ ինձի կերևան, որոնց մեջ են կքալեմ ու կքաղեմ զանոնք ես։ Մրքաստանի մնման կսիրեմ քեզ հայ լեզու, մեր հայրենի պալատեն պարտեզներեն մնացորդ, դալարագեղ դում պուրակ որ դիմացար դարերու, և կմնաս միշտ առույգ հին ավիշով կենսահորդ, ծառերուտ մեջ հովանուտ կերթեմ խինդով կման սահման, արմատներուտ ճիվղերուտ վրա նայելով հիացիկ, զարմանալով թե ինչպես դու մնացիր և սաստիկ, քամին քու շուրջդ փչեց և տապալեց ամեն բան, մեր մեկ պտուղ գույնս գույն բոլոր բարերդ ահա, յութեղ բարերդ, որ որքան հասունցուցին արևներ, բարերդ որքան այս պահու շրթանցս վրա են բռներ, բարերդ որ քիմքս կոծեն և կսփոփեն սիրտս հիմա։ Արևմտահայ գրականությունը եղավ մեր կորուսյալ աշխարհի ամենաճշգրիտ հայելին։ Այս գրողները, ովքեր ապրեցին ու ստեղծագործեցին ցեղասպանության նախօրեին, իրենց գործերով կանխագուշակեցին ողբերգությունը, բայց նաև հավերժացրին մեր ազգի ուժն ու հոգևոր կամքը։ Այսօր արևմտահայերենը սփյուռքի լեզուն է, մեր ազգային ինքնության կամուրջը դեպի մեր արմատները։ Մենք պարտավոր ենք պահպանելու և փոխանցելու այս հարստությունը, ազգային մամուլը, դպրոցները, թատրոնը և գրականությունը։ Արևմտահայ գրական լեզուն աստիճանաբար ստացավ իր մշտական, դասական ձևը, դառնալով գրական ստեղծագործության գլխավոր միջոցը։ Դարավերջին այն արդեն ամբողջությամբ հաստատված էր և օգտագործվում էր հանրության բոլոր արևմտահայ կաղթօջախներում։ Արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզու։ Մեր պարտքն է պահպանել այս մշակութային գանձը։ Առաջարկում ենք արևմտահայերենի պահպանության մեր կազմած ծրագիրը։ Առաջին՝ կրթական համակարգի միջոցով պահպանում։ Արևմտահայերենի պահպանության հիմքը դպրոցական ու բուհական կրթությունն է։ Արևմտահայերենի ուսուցումը Հայաստանում։ Բուհեր։ ԵՊՀ-ում և այլ բուհերում պարտադիր դարձնել արևմտահայերենի դասընթացները բանասիրական, լրագրողական և պատմական ֆակուլտետներում։ Դպրոցներ։ Ընդգրկել արևմտահայերենի և արևմտահայ գրականության հատվածներ հանրակրթական դպրոցի ծրագրերում և ապահովել դրանց յուրացումը աշակերտների կողմից։ Ուսումնական նյութերի ստեղծում։ Հրատարակել նոր ժամանակակից մեթոդներով կազմված դասագրքեր, բառարաններ, ինքնուսույցներ և առցանց պաշարներ, հավելվածներ, կայքեր, Սփյուռքի դպրոցների աջակցություն։ Պետական աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայ դպրոցներին, ուսուցիչների վերապատրաստում, դասագրքերի մատակարարում, որտեղ արևմտահայերենը դեռևս ուսուցման հիմնական լեզու է, մեդիա և տեխնոլոգիական զարգացումներ։ Լեզուն պետք է դուրս բերվի դպրոցական լսարաններից և ակտիվացվի ժամանակակից կյանքում։ Արևմտահայերեն մեդիա։ Ստեղծել և աջակցել արևմտահայերենով գործող լրատվամիջոցներին, թերթեր, առցանց հարթակներ, փոդքասթեր, հանրային հեռուստատեսությունում կամ ռադիոյում եթերով ապահովել կանոնավոր հաղորդումներ ամբողջությամբ արևմտահայերենով։
Թվայնացում եւ տեխնոլոգիա։ Թվայնացնել եւ հանրությանը հասանելի դարձնել արևմտահայ դասական եւ ժամանակակից գրականության ամբողջ հավաքածուն։ Զարգացնել էլեկտրոնային բառարաններն ու թարգմանչական ծրագրեր, որոնք ճանաչում են արևմտահայերենի եւ դասական ուղղագրությունը։ Ժամանակակից ստեղծագործություններ։ Խրախուսել նոր սերունդի հեղինակներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ստեղծագործելու արևմտահայերենով։ Պոեզիա, արձակ, դրամատուրգիա, հատկացնելով դրամաշնորհեր եւ մրցանակներ։ Թարգմանություններ եւ հրատարակություններ։ Ֆինանսավորել արևմտահայ դասական գործերի Տուրյան, Մեծարենջ, Վարուժան վերահրատարակությունները մեծ տպաքանակով, ինչպես նաև դրանք թարգմանությունները օտար լեզուներով։ Թարգմանել արևելահայերեն գրականության նմուշները արևմտահայերենի, որպեսզի ցույց տրվի լեզվի կիրառելիությունը։ Պաշտոնական ճանաչում։ Պետական մակարդակով ամրագրել արևմտահայերենը որպես հայոց լեզվի գրական ճյուղ, հավասար իրավունքներով։ Հետազոտություն և կանոնարկում։ Ֆինանսավորել լեզվաբանական ինստիտուտների աշխատանքները, ուղղված արևմտահայերենի բառապաշտարի և քերականության ուսումնասիրությանը և կարգավորմանը։ Արևմտահայերենի պահպանումը ոչ միայն լեզվական, այլև ազգային անվտանգության հարց է, քանի որ այն մշակութային կապող օղակ է Սփյուռքի և մայր հայրենիքի միջև։ Լեզուն կենդանի է մնում, քանի դեռ այն գործածվում է, հետևաբար բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրա կիրառության դաշտը ընդլայնելուն։ Իմաստը իմ կյանքին թանկագին